Բարև։ Գիտնականներին հաջողվել է անել այն, ինչ մինչև վերջերս անհնարին էր թվում։ Նրանք սեկվենավորել են այս պահին հայտնաբերված հնագույն ՌՆԹ-ն։ Այս մոլեկուլը ոչնչանում է շատ ավելի արագ, քան ԴՆԹ-ն։ Նրանք դա արել են ուսումնասիրելով հավերժական սառույցում տասնյակ հազարավոր տարիներ պահպանված բրդոտ մամոնտների հյուսվածքները։ Առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել յուկա անունը ստացած մամոնտի ձագի նմուշները։ Կենդանին սատկել է մոտ 40,000 տարի առաջ Յակուտիայի հյուսիսում։ Հենց նրա մկանային հյուսվածքներում են պահպանվել ՌՆԹ առավել ինֆորմատիվ դրվագները։ Հետազոտության արդյունքները հրապարակել են Cell ամսագրում։ Վերջին 15 տարիների ընթացքում պալեոգենետիկայի ոլորտն անճանաչելիորեն փոխվել է։ Պալեոկենսաբանները սովորել են վերականգնել 100,000-ավոր եւ անգամ միլիոնավոր տարիներ առաջ ապրած արարածների ԴՆԹ-ն։ Ընթերցվել են հնագույն մարդկանց գենոմները, հայտնաբերվել են ավստրալոպիտեկների 3 միլիոն տարվա հնության սպիտակուցներն ու անգամ ավելի քան 20 միլիոն տարի առաջ Միոցենում ապրած ռնգեղջյուրի սպիտակուցային մոլեկուլների հետքերը։ Այս մեթոդների զարգացման համար Svante Paabon 2022 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի, սակայն ՌՆԹ-ն մինչև հիմա գրեթե անձեռնմխելի էր։ Ի տարբերություն ԴՆԹ-ի, այն շատ արագ է տրոհվում, երբեմն հաշված շաբաթների ընթացքում։ Իմիջիայլոց հենց ՌՆԹ-ն է ցույց տալիս, թե կոնկրետ որ գեններն են աշխատել հնագույն օրգանիզմներում, ինչ սպիտակուցներ են սինթեզվել, ինչպես են հյուսվածքներն արձագանքել սթրեսին, ինչպես է եղել նյութափոխանակությունը։ Այժմ հետազոտողների միջազգային խումբը ցույց է տվել, որ հավերժական սառույցի պայմաններում ՌՆԹ-ն կարող է շատ ավելի երկար պահպանվել, քան համարվում էր։ Գիտնականները ուսումնասիրել են Նովոսիբիրսկյան կղզիներից մինչև Վերխոյանյե հայտնաբերված 10 մամոնտի փափուկ հյուսվածքների նմուշները։ Լավագույն արդյունքը տվել են 3 առանձնյակ 44,000 տարեկան Օյմայկոնյան մամոնտի ձագը, Աբիսկի ուլուսում հայտնաբերված Քրիս Ուոդեր մամոնտը եւ իհարկե յուկան։ Յուկայի նմուշներում պալեոկենսաբանները հայտնաբերել են 342 մատրիցային ՌՆԹ։ Հենց դրանք են որպես շաբլոն ծառայում սպիտակուցների սինթեզի համար։ Եվս 902 մոլեկուլ իրենից ներկայացրել է տարբեր տիպի չկոդավորող ՌՆԹ, այդ թվում միկրո ՌՆԹ, որի հայտնաբերման համար 2024-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ։ Այս տվյալները թույլ են տվել պարզել, ինչ սպիտակուցներ են ապահովել մամոնտի ձագի մկանների աշխատանքը եւ որ մոլեկուլային մեխանիզմներն են օգնել նրան հաղթահարել ցուրտ կլիմայի սթրեսը։ Սակայն հետազոտությունը բերել է նաեւ անսպասելի կենսաբանական հայտնագործության։ Երկար ժամանակ համարվում էր, որ յուկան էգ է։ Այդպես էին սեռը սահմանել մարմինն ուսումնասիրած հնեաբանները։ Ավելի ուշ առաջացան կասկածներ ու հիմա գենետիկները վերջակետ դրեցին այս պատմության մեջ։ Կարիոտիպով յուկան արու է։ Գիտության համար սա նշանակում է երկու տարբերակներից մեկը։ Կամ սեռի սկզբնական որոշումը սխալ է եղել, կամ էլ կենդանին ունեցել է XY դիսգենեզիայի հազվագյուտ տեսակ։ Այս գենետիկական խախտման արդյունքում արուներին հատուկ քրոմոսոմների հավաքածուով առանձնյակը զարգանում է որպես էգ։ Այս հանելուկի լուծման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ուսումնասիրություններ։ Հնագույն ՌՆԹ-ի հետ աշխատանքը կարևոր է նաև նրանով, որ բրդոտ մամոնտները գտնվում էին էվոլյուցիոն ուղիների խաչմերուկում։ Վերջերս պարզվել է, որ Հյուսիսային Ամերիկայում նրանք բազմիցս խաչասերվել են ավելի ջերմասեր կոլումբիական մամոնտների հետ, որոնք խիտ բուրդ չունեն։ ՌՆԹ եւ ԴՆԹ վերլուծության նոր մեթոդները կարող են թույլ տալ հասկանալ, ինչպես էր տեղի ունենում խաչասերումը ու որ ադապտացիաներն են թույլ տվել մամոնտներին գոյատևել տարբեր կլիմայական պայմաններում։ Հետազոտողները շեշտում են, սա միայն սկիզբն է։ Եթե ՌՆԹ-ն կարող է պահպանվել տասնյակ հազարավոր տարիներ, ապա մենք հնագույն կյանքի ուսումնասիրության նոր դարաշրջանի շեմին ենք։ Պատմության մեջ առաջին անգամ ֆիքսվել է մարդու մահ կաթնասունի մսից առաջացած ալերգիայի հետևանքով։ Ռեակցիան զարգացել է տզի խայթելուց հետո։ Սա այն դեպքերից է, որոնց մասնագետները սպասում էին, որոնցից վախենում էին եւ փորձում էին կանխարգելել։ Այս անսովոր ալերգիան հայտնի է որպես ալֆա գալի համախտանիշ։ Այն առաջացնում է ոչ թե սպիտակուց, ինչպես սովորաբար, այլ հատուկ ածխաջուր, գալակտոզա ալֆա 1.3 գալակտոզան կամ ուղղակի ալֆա գալը։ Այն արկա է կաթնասունների մեծ մասի մոտ, սակայն բացակայում է մարդկանց ու մյուս պրիմատների օրգանիզմում, ու հենց դա է մարդկային իմունիտետը զգայուն դարձնում օրգանիզմում այս ածխաջրի հայտնվելու նկատմամբ։ Զգայունության բարձրացման գլխավոր մեղավորը տզի խայթոցն է։ Տզի թքում նույնպես արկա է ալֆա գալացխաջուրը, ու մարդու իմունային համակարգը այս մոլեկուլը սկսում է ընկալել որպես սպառնալիք։ Հետագայում տավարի, խոզի կամ ոչխարի մսի ցանկացած սպառում կարող է պոտենցիալ թրիգեր դառնալ։ Ընդ որում ռեակցիան առաջանում է ոչ թե անմիջապես, այլ 3-ից 5 ժամ հետո, ինչի հետևանքով հաճախ չի կապվում սննդի հետ։ Մինչև վերջերս համախտանիշը համարվում էր ծանր, բայց ոչ մահացու, սակայն
սակայն նկարագրված դեպքը ստիպել է գիտնականներին վերանայել այս համոզվածությունը։ Առաջին գրանցված զոհը Նյու Ջերսիի նահանգից 47-ամյա ութաչու է։ Տղամարդը լիակատար առողջ էր, չուներ քրոնիկ հիվանդություններ ու չգիտեր, որ իր իմունային համակարգն արդեն գերզգայուն է ալֆա-գալի նկատմամբ։ Առաջին ռեակցիան տեղի է ունեցել ընտանեկան քեմփինգի ժամանակ, ուշ երեկոյան նա կերել է սթեյք, իսկ 4 ժամ անց արթնացել որովայնի կտրուկ ցավով, փսխոցով եւ փորլուծությամբ։ Վիճակն ինքն իրեն կարգավորվել է ու նա չի դիմել բժշկի, չնայած ավելի ուշ խոստովանել է որդուն, որ մտածում էր, թե մահանում է։ 2 շաբաթ անց իրավիճակը կրկնվում է, սակայն ողբերգական ավարտով։ Տղամարդը ճաշում է տավարի մսով համբուրգերով, ապա մի քանի ժամ աշխատում է բակում իրեն հիանալի զգալով, սակայն երեկոյան նրան գտնում են գիտակցությունը կորցրած։ Բժիշկները 2 ժամ փորձում են նրան վերակենդանացնել, սակայն ժամը 22:22-ին գրանցում են մահը։ Հերձումը ոչ մի պաթոլոգիա ցույց չի տալիս, տոքսիկոլոգիան միայն հակագիստամինային դեղամիջոցի եւ փոքր քանակությամբ ալկոհոլի հետքեր։ Մահվան պատճառը մնում էր անհայտ։ Սակայն հանելուկը լուծվեց շնորհիվ նրա կնոջ համառության։ Նա խնդրում է ծանոթ բժշկին կրկին ուսումնասիրել հերձման զեկույցը ու արյան նմուշները փոխանցել լաբորատորիա։ Այստեղ էլ հայտնաբերում են IgE հակամարմինների մեծ քանակություն հենց ալֆա-գալի դեմ, ավելի քան 3%, 1%-անոց շեմի պարագայում։ Իսկ անաֆիլաքսիայի մարկեր տրիպտազայի մակարդակը գերազանցում է միլիմետրի վրա 2000 նանոգրամը, ինչը համապատասխանում է ծանրագույն մահացու ռեակցիաներին։ Փազլը վերջնական դասավորվել է, երբ կինը հիշել է ամռան սկզբի մասին, երբ ամուսնուն մի քանի անգամ խայթել են տիզերը։ Հենց այդ խայթոցները կարող էին գործարկել իմունային համակարգի գերզգայունությունն ալֆա-գալի նկատմամբ։ Սամսի նկատմամբ ալերգիայի հետևանքով մահվան առաջին փաստագրված դեպքն է, ու այն կարող է ունենալ լուրջ բարակաբանական հետևանքներ տզերի պոպուլյացիայի տարածման հետևանքով։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Ծրագրավորողը կնոջ հետ այցելում է սուպերմարկետ։ Բոլոր անհրաժեշտ գնումներն անելուց հետո նրանք դուրս են գալիս փողոց ու կինն ասում է. «Կանգնիր այստեղ, ուշադիր նայիր մեր տոպրակներին, հատկապես 10-րդին, մինչև ես գնամ տաքսի գտնեմ»։ Երբ կինը վերադառնում է, տեսնում է, թե ինչպես է ամուսինը հուզված մի տեղից մյուսը դնում տոպրակները։ «Դու ասացիր հետևել 10-րդ տոպրակին, բայց ես միայն 9 տոպրակ եմ հաշվել»։ «Բայց 10 տոպրակ էր», զայրանում է կինը։ «Չէ, արի միասին հաշվենք։ 0, 1, 2, իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք»։